Պարոն Փաշինյան, նախ եկեք միասին լսենք, թե ինչ էր ասում մեզ բոլորիս ծանոթ մարդը նախկին իշխանությունների ժամանակ։ Հենց ընտանիքների անդամների եւ հարազատների հետ տեսակցություն չի լինում։ Ոչ մեկի հետ։ Ինչ է ասում գլխավոր դատախազը։ Ասում է տեսակցության հնարավորության պայմաններում մեղադրյալ բարույթի իրականացման վրա որևէ մեկի նկատմամբ անձնական հաշվեհարդարի խնդիր չկա։ Այսինքն այդ մարդկանց իրենց երեխաների հետ հանդիպելու արգելքը պայմանավորված է քրեական գործի շահերով, նախաքննության վրա ապօրինի արտադրություն թույլ չտալու անհրաժեշտությամբ։ Քո աշխարհում գլխավոր դատախազ, ինչու՞։ Եթե այդ մարդկանց տեսակցություն տված լինեին եւ պարզվեց, որ տեսակցության ընթացքում նրանց օրինակ Ժիրայր Սերտիլյանի 11-ամյա տղան փորձում է նրան ատոմային ռումբ փոխանցել, կհասկանայինք, կասեինք, այ ժողովուրդ, դե անընդհատ իրանց մանկահասակ երեխեքը բերում են զենք զինամթերք են տալիս իրանց տեսակցության ժամանակ, էս էլ փաստը ընդհատելու։ Բայց մարդկանց իրանց մանկահասակ երեխաների հետ տեսակցելուց կամ ընտանիքի անդամների հետ տեսակցելուց ուղղակի արդեն դնելը դա հաշվեհարդար է, ուղղակի խոշտանգման մասին է, դա խոշտանգումը պարտադիր է եղողները քաշել։ Դա է խոշտանգում։ Պարոն Փաշինյան, սա ձեր խոսքերն էին նախկին իշխանության ժամանակ։ Հիմա քուանշ, պարոն Փաշինյան, ձեր իշխանության ժամանակ մենք տեսել ենք, որ գիշերազգեստով եւ հողաթափերով անգամ կերման ենթարկել։ Ձեր իշխանության ժամանակ ԶՊՎ տանելու ճանապարհին խոշտանգել եւ սեռական նվաստացման են ենթարկել մի երիտասարդին։ Ձեր իշխանության ժամանակ Աշոտյանին նույնպես թույլ չէին տալիս իր մանկահասակ երեխաների հետ տեսակցել, ծնունդ շնորհավորել, նույնը Չալաբյանին, հիմա էլ ոնց հասկանում ենք Արեգնազ Մանուկյանի հերթն է եւ միայն 3 է քննիչը լայավարել, թույլ տալ ծննդյան օրով այդ երեխային տեսակցել, երբ որ երեխան արդեն հոգեբանների աջակցության կարիք ուներ, հոգեբանների էր այցելում։ Այդ երեխաներից որևէ մեկը, պարոն Փաշինյան, զենք չի տարել իր ծնողին տեսակցելիս, իգլազեն հրթիռային համալիր չի տարել, ընդհանրապես տեսակցություն էր պետք։ Ինչու դուք մի անգամ ձեր գլխավոր դատախազին քուանշ չասեցիք, ասեք քուանշ տիկին գլխավոր դատախազ, այս ինչ եք անում, այս խեք խոշտանգում իմ երկրի քաղաքացիներին, ինքն էլ թող մի հատ սրեք, եթե հնարավոր է։ Ես երեք լրահոսում տեսել եմ այդ իրավիճակը եւ առիթ ա եղել, ես դիրքորոշում եմ արտահայտել, որ ես էլ կարծում եմ, որ ոչ թե չի կարելի, եթե այդպիսի նախորդ դեպքերի մասին տեղյակ չեմ, որովհետև գուցե մամուլը գրել է աչքովես չինգե, բայց երեք լրահոսում տեսա եւ մեր գործընկերներին այդ ուղերձը տվել են, որ կարծում եմ, որ չափազանցությունների մեջ պետք չի ընկնել, այնպես որ ձեր հարցի տրամաբանությունը կիսում եմ։